Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում հյուրընկալել ենք առաջ շարժման համակարգող Լևոն Չուկակյանին։ Բարև ձեզ, պարոն Չուկակյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն։ Սիրով։ Պարոն Չուկակյան, տևական ժամանակ է հայ իշխանությունների կողմից եկեղեցու եւ հոգեվորականների հանդեպ ինչ-որ արշավ է, թիրախավորվում են նրանք, մասնավորապես սրբազանները ձերբակալվեցին, այսօր էլ արդեն պարզ դարձավ, որ մի շարք հոգեվորականներ են ձերբակալվել։ Ըստ ձեզ, այս ձերբակալությունները ինչ մեսիջ են իրենց մեջ կրում, արդյոք փորձում են այս կերպ հոգեվորականներին վախեցնել, թե նախապատրաստում են ինչ-որ լայնամասշտաբ գործողությունների, օրինակ Մայրաթոռը գրոհելուն։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտ է, տևական ժամանակ է ոտնձգություններ եւ իհարկե Մայրաթոռը գրավելու կոչեր են հնչում, բայց սա պետք է ընդհանուր համապատկերում տեսնենք, որովհետեւ բացի Մայրաթոռից նաեւ ընդդիմադիր շատ այլ գործիչների եւ իրենց բողոքի ձայնը հայտնող շատ քաղաքացիների հանդեպ են բռնաճնշումներ իրականացվում, այս դեպքում կալանավորումների տեսքով լավ կհիշենք Սամվել Կարապետյանի դեպքը, ով Մայրաթոռին իր աջակցությունը հայտնեց, ընդամենը մեկ արտահայտության համար, հետո նաև այլ քրեական գործեր ստեղծվեցին, մեղադրանք սահմանվեց, եւ հիմա էլ նմանատիպ գործողություններ շարունակվում են նաև այլ բարձրաստիճան հոգեվորականների հանդեպ, եւ ես չեմ զարմանա, որ սա դեռ միայն սկիզբն է, այն մարդիկ, ովքեր չեն սպասարկում եւ համաձայն չեն այսօրվա կեղծ օրակարգերի հետ եւ արտահայտում են իրենց կարծիքը եւ ընդդիմադիր կարծիքը, ենթարկվում են նմանատիպ քաղաքականության եւ ես չեմ զարմանա, որ հետագայում նաեւ մյուս այլ ընդդիմադիրների հասցեին, ովքեր որ իրենց ձայնը կբարձրացնեն եւ կարողանան հեղինակություն ձեռք բերել եւս նմանատիպ քայլեր իրականացվեն։ Մենք այսօր մեր փխրուն ժողովրդավարությունը կորցնելու եզրակետին ենք, որովհետև ուղիղ քայլեր եւ հարվածներ են իրականացվում մեր ձեռք բերածին եւ իհարկե ճանապարհ է հարթվում ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ։ Ինչպես է գնահատում պետություն եկեղեցի հարաբերությունների այսօրվա այս լարվածությունը եւ չեք կարծում, որ սա պատմականորեն աննախադեպ ճնշման ալիք է։ Պատմությունը ցույց է տվել, որ հայոց եկեղեցու հանդեպ բազմաթիվ ճնշումներ են եղել խորհրդային միության ժամանակահատվածում դրանից առաջ, սակայն միշտ էլ բռնապետերը եւ այն մարդիկ, ովքեր որ իրականացրել են այդ ճնշումները, եղել են անցողիկ, իսկ եկեղեցին մնացել է կայուն։ Ես գիտեմ եւ համաձայն եմ, որ այո, եկեղեցու ներսում, ինչպես նաեւ պետական ու տարբեր այլ ինստիտուտներում եւս կան խնդիրներ, որոնք լուծումների կարիք ունեն, սակայն եկեղեցին իրավաբանորեն եւ մնացած առումներով ինքնուրույն կառույց է եւ կարծում եմ, որ իր մեջ ուժ կգտնի, որպեսզի ինքնուրույն լուծի այդ ամեն ինչը եւ կարիք եթե ունենա, նա էլ կդիմի իր հավատավոր հոտին, որպեսզի աջակցեն եւ այդ խնդիրները պատշաճ լուծում ստանան։ Իսկ Նիկոլ Փաշինյանի մասնակցության նոր պատվիրանների, նոր կանոնագրքերի կարիքը կարծում եմ, որ եկեղեցին չունի եւ ես սա միայն դիտարկում եմ քաղաքական կոնտեքստում ու չպետք է սա հավատալ նրան, որ ընդամենը հավատավոր անձի ցանկությունն է մասնակցելու բարեփոխումներին, սա ուղղակի քաղաքական գործունեությանը միտված սեփական օրակարգին դեմ հանդես եկող անձանց բռնաճնշումների օրակարգ է։ Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսպես ավարտեց զեկույցը, սակայն դա Ալեն Սիմոնյանի որոշմամբ չհրապարակվեց իբրև թե ժամկետները խախտելու պատճառաբանությամբ։ Ըստ ձեզ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ինչու չհրապարակվեց, ինչու է գաղտնի պահում, ինչ է փորձում թաքցնել այս իշխանությունները, զեկույցը արդյոք կարող է լույս փռել դավաճանության կամ վատ կառավարման վրա։ Տեսեք, քանի որ նախընտրական տարի է եւ քանի որ մոտենում են ընտրությունները, կարծում եմ իրենք էլ շատ լավ եզրահանգման են եկել, որ ընդհանրապես ձեռնտու չէ ցույց տալ այն ապաշնոր կառավարման բացթողումները, որոնք իրենք իրականացրել են, չէ որ հիմա ներկայումս իրենք մի նախաստորագրված թուղթ ունեն, որը որ դարձել է իրենց նախընտրական քարոզչության հիմքը, եւ եթե մարդիկ հիշեն, ինչ տապալումների արդյունքում մենք ունեցանք այն պատերազմը, որը որ 2020 թվականին հիմք հանդիսացավ հետագայում նաեւ Արցախի կորստի, ապա իրենց թեզը ուղղակիորեն կոտրվելու է եւ մարդիկ
իրավամբ արդեն փաստերի հիմքով եզրահանգելու են, որ սա եղել է իրենց գլխավոր թերացումը, համակարգային տապալումը, չնայած նրան, որ նրանք պնդում են, որ 2021 թվականին ժողովուրդը իրենց մանդատ է տվել, որպեսզի իրենք բերեն խաղաղություն, մենք միևնույնն է 2021 թվականին, եթե հիշենք իրենց նախընտրական խոստումները, դրանք Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայի մասին էին, ամենևին էլ ոչ այլ ծրագրի, ու հետեւաբար երբ որ իրենք համակարգային բաստողումներ են ունեցել, ամենևին էլ իրենց ձեռնտու չէ այդ ամեն ինչը ի ցույց դնել արդեն փաստերի տեսքով, իսկ մենք կարիք ունենք կառավարման, որը բաց է, հաշվետու է եւ թափանցիկ, ու մենք որպես քաղաքացի, որպես նաեւ հասարակահաղական գործիչներ իրավունք ունենք ծանոթանալու Աշվեքնի հանձնաժողովի իրականացրած գործունեությանը, փաստերին եւ ազնվորեն գնահատելու արդյոք եղել են տապալումներ եւ արդյոք կան մեղավորներ, որոնք դեռ պատժված չեն։ Ձեր գնահատման պարտության հիմնական պատճառը համակարգային ձախողումներ թե քաղաքական որոշման արդյունք։ Մինչև չբացվեն բոլոր հանգամանքները, ես չեմ կարող պնդել, որ եղել է հստակ քաղաքական որոշում, ես կարծում եմ, որ եղել է արկածախնդրություն, չգնահատել, սթափ չգնահատել քաղաքական իրավիճակը, չգնահատել ընդհանրապես եւ չտիրապետել համակարգային են բոլոր խնդիրներին, որոնք արկա են, մի բան էլ սեփական ոչ ճիշտ որոշումների արդյունքում մեկ օր մի քանի օր պետք էր զորահավաք, մի քանի օր պետք չէր, այնուհետև բոլորը պետքա կամավորագրվեին, ինչ-որ խմբեր ստեղծեին, այսինքն կանոնավոր բանակին փոխարինելու եկավ իդեալական ինչ-որ շարժումներ եւ մնացած ամեն ինչը բազմաթիվ քննարկումներ տապալվեցին, պատերազմը ճիշտ ժամանակին չկանգնեցվեց, անգամ կանգնեցվելուց նոյեմբերի 9-ից հետո եւս եղան բանավոր պայմանավորվածություններով զիջումներ, դրանից հետո այդ զիջումների քաղաքականությունը միջև որս էլ շարունակվում է, ու այս ամեն ինչը խոսում է միայն մի բանի մասին, որ առնվազն փաստացի մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ համակարգային ոչ սթափ դատողության արդյունքում մենք ունեցել ենք տապալում, մենք ունեցել ենք պարտություն, մենք կորցրել ենք Արցախը եւ առնվազն սա կոնկրետ գործունեություն է պետության դեմ։ Պարոն Չկապյան, դուք էլ ձեր խոսքում նշեցիք արդեն, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին այսպես նախաստորագրվեց, ինչպես իրենք են ասում, խաղաղության մի հռչակագիր եւ Փաշինյանը այսպես հայտարարում է, որ մենք արդեն խաղաղության դարաշրջանում ենք, արդեն այսպես խաղաղ ենք ապրում, իսկ Ադրբեջանի կողմից կարծես թե այդ ոգևորությունը չկա, այլ միայն շարունակական այսպես պահանջներ են Հայաստանին։ Դուք դա Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատում եք այսպես ասած որպես դիվանագիտական քայլ, թե քողարկված կապիտուլյացիա։ Արդյոք Փաշինյանը չի հասկանում իրապես իր քայլերի լրջությունը։ Իրենց համար խաղաղությունը միայն նախընտրական քարոզչության գործիք է։ Իրենք պատեհապաշտ խմբակ են, ում համար եթե ռեսուրս եւ իրավիճակ լինի, իրենք այլ ծրագիր կներկայացնեին եւ իրենց նպատակը չէր լինի խաղաղություն բերելը մեր տարածաշրջանում։ Խաղաղությունը ըստիս կարևոր է ստեղծել ոչ թե նախընտրական ժամանակում քարոզչություն իրականացնելով, այլ խաղաղության հիմքերը պետք է դնել երկարատև ժամանակի համար։ Իսկ ինչպես ունենալ երկարատև եւ կայուն խաղաղություն, դա ունենալու համար պետք է լինել ուժեղ, պետք է ունենալ հզոր բանակ եւ անվտանգության համալիր համակարգ, որը օրինակ բանակի բյուջեն կրճատելով, չբարձրացնելով շատ կարևոր հարցեր անվտանգության հստակ ռազմավարություն ունենալու, համակարգ ունենալու մասին, մենք ուղղակիորեն չենք կարող երբևէ վստահ լինել, որ մենք կունենանք այդ խաղաղությունը։ Բացի դրանից խաղաղությունը ունենալու համար պետք են երաշխիքներ։ Ինչ ունենք մենք, ունենք միայն նախաստորագրված փաստաթուղթ։ Եվ որևէ երաշխիք չկա, որ այդ փաստաթուղթը չի խախտվի, չի իրականանա եւ օրինակ չի ունենա այն ճակատագիրը, որը ունեցավ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Սրանից բացի ես շատ կցանկանայի, որ իրավամբ օգոստոսի 8-ի ստորագրվածը դառնար մի պայմանագիր, որը մեր տարածաշրջանում խաղաղություն կբերեր։ Բայց այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի թիմը ցույց է տալիս ֆրագմենտացված, առանձին։ Այսինքն թե ինչ է նախորդել այս ամենին, չեն փորձում դրա մասին խոսել, որոնցից մեկը նաև 44 օրյա հաշվետվությունը չհրապարակելն էր։ Մենք կորցրել ենք Արցախ, մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից եւս զավթված է,
մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր, որոնք եւս ապաշնոր համակարգային կառավարման տապալումներից մեկն էր, կարող էին ավելի քիչ լինել, սակայն ռազմավարական են որոշումներ, որոնք որ կայացվեց, եւս դրա պատճառ հանդիսացան, դիվանագիտական պարտությունները, զիջումները եւ մնացած ամեն ինչը, որ այս ամեն ինչի արդյունքում, այս տապալումների արդյունքում ձեռք բերած մի փաստաթուղթ, որը ընդհանրապես արձանագրում է իրավիճակը, ես չեմ համարում կայուն խաղաղության հիմք։ Մանավանդ, երբ որ այն նախաստորագրված է ընդհանրապես։ Բայց իմ մեծ ցանկությունն է, եւ ես միայն կուրախանամ եւ երջանիկ կլինեմ, եթե այդ փաստաթուղթը հիմք հանդիսանա եւ դառնա այն հիմքը, որ մեր տարածաշրջանում խաղաղություն ձևավորվի։ Սակայն թերահավատորեն եմ մոտենում եւ այս կառավարության քաղաքական են կամքին, որը նա կցուցաբերի դա իրականացնելու ճանապարհին եւ ընդհանրապես չեմ վստահում իրենց ազնվությանը, որ իրենք ազնիվ քաղաքականություն են վարելու եւ ամեն ինչ, քանի որ մենք այդ փաստաթղթի մանրամասներին ծանոթ չենք, երբ որ մանրամասներին ծանոթ լինենք, ավելի հնարավորինս կկարողանանք գնահատական տալ, որ իրենք ազնիվ են մեզ հետ ու այդտեղ թաքնված այլ բանավոր պայմանավորվածություններ եւ մանրամասներ չկան եւ իհարկե դեռևս բացարձակ չեմ վստահում, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ Ադրբեջանին իր նկարտումներով, իր թեզերով, որոնք ավելի ռազմատենչ են, որոնք ավելի ընդլայնմանն են միտված եւ իհարկե ինչ է նշանակում նախաստորագրում եւ ինչ է նշանակում այն արտահայտությունը, որ Հայաստանը դեռևս տնային աշխատանքներ ունի անելու, նոր հետո մենք կմտածենք խաղաղության մասին։ Միգուցե այդ խաղաղությունը իրենց համար 50 տարի հետո է, 50 տարվա ընթացքում մենք դեռևս տնային աշխատանքներ պետք է իրականացնենք։ Տեսքով կարծում եմ։ Տեսեք, շատերը օգոստոսի 8-ի հռչակագրի լրջությունը, այսպես ասած, որակում են նրանով, որ դա ԱՄՆ միջնորդությամբ է։ Հակառակ դեպքում սրա ֆոնին Թրամփը նախ մոռանում է Հայաստանի անունը կամ դիտավորյալ է մոռանում, հետո Փաշինյանի անունն է մոռանում, նրան անվանելով մյուս տղա։ Այս պարագայում, այս ամենի համատեքստում կարելի է այս Վաշինգտոնյան հռչակագրի վրա որևէ հույս դնել իրապես։ Ես Վաշինգտոնյան հռչակագրի մասով միայն դեռևս կարող եմ գնահատական տալ, որ այն հնարավորություն է ապագայում ունենալու եւ ձևավորելու խաղաղություն։ Սակայն նորից եմ նշում, թերահավատորեն եմ տրամադրված եւ ներկա կառավարող ուժի ներկայացուցիչների հանդեպ եւ հարևան պետության իր նկարտումների հետ կապված։ Այստեղ մի կարևոր բան կա։ Թրամփը նաեւ հայտարարում է, որ 30-ից ավել տարիներ նրանք պատերազմում էին եւ մենք 1 ժամում կարողացանք արդյունքի հասնել։ Իր համար սա բիզնես գործարք է։ Այսինքն մենք 1 ժամում բանակցեցինք ինչ-որ դետալների տեխնիկական հարցերի շուրջ, որը որ այս պահի իրավիճակը արձանագրեց ու ինչ-որ բիզնես կոմպոնենտ ներառեց, որի միջոցով բոլոր առևտուր կանեն եւ գոհ կմնան։ Սակայն այս գործարքը անտեսում է հարցի շատ իրավական խնդիրներ, հարցի բարոյական մնացած կողմերը եւ իհարկե Արցախի ժողովրդի իրավունքները, Բաքվում պահվող գերիների իրավունքները եւ մնացած, այսինքն 1 ժամում խնդիրը չի լուծվել, կոնֆլիկտը չի լուծվել, այլ ընդհանրապես համակարգվել, կարգավորվել է ներկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո չենք կարող պատկերացնել, որովհետեւ դեռևս կողմերից չի հնչել այն մանրամասները, թե ինչպես է շարունակելու գործարքը, իսկ Ադրբեջանի կողմից մենք միայն դեռևս լսում ենք նոր պահանջների մասին։ Նիկոլ Փաշինյանը մտադիր է սահմանահատման կնիքների վրայից հեռացնել Արարատ լեռան պատկեր, ասելով, որ դա նպատակ ունի մեր երկրի հարատևության։ Նաև խմբագրում են պատմությունը, Այբենարանից հեռացնում են Մաշտոցի նկարը, ըստ ձեզ ինչ խնդիր է սրանով այս իշխանությունը փորձում լուծել, արդյոք սա հատուկ մշակված ծրագիր է ուղղված ազգային ինստիտուտների կազմաքանդմանը։ Եվ արդյոք նախորդ 20 տարիների ընթացքում, երբ կնիքների վրա կամ տարբեր տեղերում կար Արարատ լեռան պատկերը, մենք մեր երկրի հարատևության խնդիր ունեինք։ Կարծում եմ, եթե նմանատիպ դրամաբանությամբ շարժվենք, շատերն էին գրում, եկեք նաև ամբողջ մոլորակով հավաքվենք եւ Թուրքիայից պահանջենք, որպեսզի կիսալուսին իր դրոշից հանի, որովհետեւ դա իրենց տարածքում չի գտնվում, միայն իր տարածքից երևում է։ Արարատ լեռը մնացած սիմվոլները մեր ինքնության մի մասն են։ Ինքնությունը
պետության հետ նույնականացնելը չափազանց սխալ երևույթ է, որովհետև դա հուզական կապն է քո երկրի, քո պատմության, քո մեծերի, քո արվեստի գլուխգործոցների, քո սիմվոլների եւ մնացածի հետ եւ ինքնության բաղադրիչներին հարվածելը, որոնցից մեկը նաեւ հենց հայոց առաքելական եկեղեցին է, ինստիտուտներին հարվածելը եւ դա ցույց տալ է իբրև թե անձերի հետ կապված խնդիրները եւ մնացածը հուշում է այն մասին, որ այստեղ շատ խորը եւ բազմաշերտ գործընթաց ունենք, որը միտված է ուղղակիորեն մարդկանց ապագայում, մարդկանց այնպես պատրաստել, որ չլինեն իրենց իրավունքների պահանջատերը, չլինեն իրենց հայրենիքի մասին հիշող անձինք, այլ լինեն մարդիկ, ովքեր ապրում են երկրի մոլորակի որևէ տարածքում, որտեղ հնարավոր է հարևան պետությունների հետ առևտուր անել։ Այսպես չի կարող լինել եւ անվտանգության համալիր համակարգը հենց նաեւ ինքնությամբ է հզոր։ Երբ որ դու ունես ինքնություն, երբ որ դու ունես արմատներ, դու նաեւ հզոր ես դրանով եւ պատրաստ ես նվիրվել միջև վերջ, ճողի համար պայքար մղել, որովհետեւ այստեղ պայքարը ոչ թե տարածքի համար է, այլ քո հայրենիքի։ Իսկ երբ որ հայրենիք չկա նաեւ նվիրում, չկա նաեւ հոգի եւ ընդամենը կա ճանապարհ, որի մասով կարելի է ընդամենը 1 ժամի ընթացքում գործարքի հասնել։ Այս ամբողջ ձախողումներից հետո Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության եւ ԿՊԱ-ականներն այսպես համոզմունք են հայտնում, որ 2026-ին ընտրություններում նրանք ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։ Այսօրվա հանրային ապաթիայի պայմաններում ով է պատասխանատու Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու համար եւ արդյոք սխալը հանրության, ընդդիմության թե մտավորականության մեջ է։ Եվ ինչն է խանգարելու հենց այդ հանրությանը գնալ եւ նորից ընտրել Փաշինյանին 26-ին, եթե նրանք ընտրեցին 21-ին 20 թվականի ծանր պատերազմից ու ծանր պարտությունից հետո։ Տեսեք, բոլոր կառավարող ուժերը, ովքեր եղել են իշխանության եւ մասնակցել են ընտրությունների, միշտ էլ ունեցել են մրցակցային առավելություն, առնվազն վարչական ռեսուրսի տեսքով, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ անգամ ամենավերջին Երևան համայնքի ընտրություններում, ավականու ընտրություններում եւս վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը շատ էին։ Տարբեր որոշումներով թիմ մակարդակում եւս տեսանք, օրինակ, ընտրված ընդդիմադիր տեխնազոյի կալանավորում, վարչապետի կողմից ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում, այնուհետև այդ պաշտոնակատարների մասով վարչական ռեսուրսի եւ այլ ճնշումներով ընտրություն մնացած դեպքեր։ Նրանք շատ լավ պատրաստվում են եւ վարչական ռեսուրսի կիրառման հիմքը միշտ նախապատրաստված է իրենց մոտ ու այս մասով իրենք ամբողջ մեխանիզմները օգտագործելու են իրենց օգտին եւ դրա մասով ունենալու են որոշակի առավելություն մյուս մասնակիցների նկատմամբ։ Բացի դրանից մի ժամանակ նախաձեռնություն կար հանրային հեռուստաընկերությունը այլևս արդեն շատ երկարատև ժամանակ է հանրային հեռուստաընկերությունը պատկանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այսինքն մեր բյուջեից, մեր միջոցներով ամենախոշոր հեռուստաընկերություններից մեկը ամբողջ օրը լուսաբանում է միայն քաղաքական այդ կուսակցության նախընտրական ծրագիրը խաղաղության մասին։ Եվ քաղբանտարկյալների, ընդդիմության տեսակետների եւ մնացածի մասով նրա դռները շուտվանից փակ են։ Կրթվել է նորաձևը շարժումը, որը բյուջեից էր ֆինանսավորվում ու անհավասար եւս մեկ պայման էր ստեղծում մյուս բոլոր ընտրություններին մասնակցել պլանավորող կուսակցությունների նկատմամբ եւս վարչապետի աշխատակազմի բյուջեից էր ֆինանսավորվում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ արդեն իսկ անարդար մրցակցային պայմաններ ունենք մինչև ընտրությունները եւ այդ անարդար մրցակցային պայմաններին գումարվում են ընդդիմադիր այն գործիչները, ովքեր արդեն կալանավորված են կամ անձինք, ովքեր ընդդիմադիր տեսակետներ են հայտնում եւ կարող էին ընտրական ժամանակաշրջանում, քարոզչության ժամանակահատվածում քաղաքացիների հետ զրուցել, ներկայացնել իրենց տեսակետները։ Այս մասով եւս ընդդիմությունը զրկված է այն գործող ակտորներից, ովքեր որ կարող էին իրենց տեսակետները ներկայացնել ու Նիկոլ Փաշինյանը եւս մեկ մրցակցային առավելություն է ստանում։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, որ ավտորիտարիզմի գնալով ռեսուրսները կենտրոնացնելով, ընդդիմադիրների դեմ բռնաճնշումներով, պետական ռեսուրսների միջոցով իրենք պատրաստվում են ընտրություններին լայն թափով եւ ես չեմ զարմանա, որ առաջիկայում տարբեր համայնքներում, որտեղ կան ընդդիմադիր ղեկավարներ,
նոր քրեական գործեր առաջ գան, փոխվեն ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվեն, նմանատիպ միտումներ ներկայումս նաև Գյումրիում կա, որպեսզի ամբողջ վարչական ռեսուրսը իրենց տրամադրության տակ լինի։ Նաև մի կետ կա, որ ձևավորվում է փաստահավաք հանձնաժողով, կարծեմ կառավարության որոշմամբ, որը զբաղվելու է մարդու իրավունքների եւ ընտրական գործընթացների ուսումնասիրմամբ։ Սա հուշում է, որ գուցեև իրենք հիմք են նախապատրաստում իրենց համար ոչ ցանկալի արդյունքները որևէ մեխանիզմով բողոքարկելու եւ ընտրությունները չճանաչելու համար։ Իսկ մեր ընդդիմությունը պարզապես դանդաղում է, որովհետեւ դեռևս գործընթացները միավորման մեծ տեսլական ձևավորելու պարտադիր չի բոլորը միավորվեն, սակայն դաշտ են նետվում արբանյակ շատ կուսակցություններ, խմբեր, շարժումներ, որոնք պրոիշխանական են եւ դրա միջոցով ուղղակի զբաղված են լինելու ձայների փոշիացմամբ, իսկ մենք ունենք սահմանադրություն, որտեղ արձանագրված է, որ անգամ 25-30% հավաքելու պարագայում հնարավոր է, որ տվյալ կուսակցությունը ստանա ուղղակի կայուն մեծամասնություն եւ եթե չստանա ու երկրորդ փուլ լինի, այդ ժամանակ եւս ուղղակի որոշակի ձայն ավել հավաքելու պարագայում նորից իր տոկոսը կրկնելով եւ այլն հնարավորություն ունի նորից ձևավորելու կայուն մեծամասնություն, այսինքն եւս մեկ մրցակցային առավելություն իշխանության համար։ Ու այս պարագայում եթե կան այդ արբանյակ կուսակցությունները, ընդդիմությունը պետք է ունենա թեկուզ մի քանի ճակատներով հստակ օրակարգ մարդկանց հետ խոսելու եւ բոլորը պետք է իրենց շատ բարձր դիրքերից իջնեն եւ հնարավորինս հասկանալի եւ մաչելի ձևով հանրությանը բացատրեն ներկա իրավիճակի խնդիրների մասին եւ սպասվող աղետալի իրադարձությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ, եթե 2026-ի ընտրությունները արդյունքները այնպեսին լինեն, որ ներկա իշխող ուժը, կառավարող ուժը շարունակի իր իշխանությունը։ Ընդդիմությունը ինչ պետք է անի, որ հանրության կողմից վստահություն կարողանա ձեռք բերել, որովհետև այսօրվա իրականությունում հանրությունը կարծես թե չի վստահում ընդդիմությանը։ Օրինակ դրան նպաստում է նաև երկրորդ եւ երրորդ նախագահների, այսպես աջակիցների միջև լարվածությունը, որը գնալով մեծանում է։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մեղադրում են Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, նրան աջակցելու միջև հակառակը տեղի ունենում։ Ինչ կարող անել ընդդիմությունը հանրության վստահությունը ստանալու համար։ Տեսեք, նախկին համակարգում իշխանության եղած անձինք տարբեր կերպարներ նախկին իշխանությունը իրենց քաղաքական պատասխանատվությունը ունեն իրենց ժամանակաշրջաններում մեր տապալումների, ձախողումների եւ մնացած հարցերի հետ կապված եւ հանրությունը ունի հիշողություն եւ այդ հիշողությունը այնպես է, որ շատ պարզորեն ի ցույց է դնում, որ այդ մարդկանց հանդեպ վստահությունը չի մեծանալու։ Նա մանավանդ այն մասայի հետ կապված, ովքեր որ դեռևս չեն կողմնորոշվել եւ սպասում են նոր ուժերի, ովքեր որ կարողանան նոր առաջարկ տալ։ Ավանդական ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը եւ մյուսները արդեն իսկ ունեն իրենց աջակիցներին, իրենց առաջարկներով հանդես են եկել, հիմնական տոկոսային հարաբերակցություններն են պատկերացնում եւ այլն։ Հիմա խոսքը նոր ուժերինն է, ովքեր կարողանան այն չկողմնորոշված հատվածին բնակչության, ովքեր որ դեռևս սպասում են նոր գաղափարների, նոր մտքերի, նոր շնչի, ներկայացնելու իրենց ծրագրերը վերջի վերջո քաղաքական կամք դրսևորելու եւ պայքար տանելու, այլ ոչ թե նահանջելու եւ հարմարվելու, որ ոչինչ այս անգամ էլ թող անցնի, Նիկոլ Փաշինյանը ստորագրի ինչ-որ փաստաթղթեր, այնուհետև մենք 2031-ին կմտածենք քաղաքականություն մուտք գործելու, քաղաքականապես ակտիվանալու համար։ Պարտադիր էլ չի, որ բոլորը քաղաքական հայտ ներկայացնեն։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ իր մասնակցությամբ է երկրի ապագան որոշվելու եւ ընդամենը գնա անդրատեղամաս։ Կարողանա իր քաղաքական արտահայտումը գտնել ընտրելու տեսքով, ընտրությանը մասնակցելով ու դրանով աջակցի նրան, որ քիչ մասնակցության պարագայում ընդամենը վարչական ռեսուրսով կառավարող ուժը նորից չվերարտադրվի։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր մամուլի ասուլիսում նշեց, որ Փաշինյանի վարկանիշը ձգտում է 0-ի եւ բացառեց 26-ին նրա վերարտադրվելու գործընթացը։ Կիսում եք նրա այս տեսակետը, հաշվի առնելով, որ 21-ին էլ այսպես քոքից մաշացնելու է, ինչ էր ընտրվելու Փաշինյանը։ Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ որևէ անձի տարբեր ակտորների մտքերի եւ մեկնաբանությունների մասով, ես կասեմ իմ տեսակետը, որ ներկայումս դեռևս ունեցած ռեսուրսներով, հանրային մեդիաներով, իրենց ընդհանուր հավաքական կերպարներով իրենք ունեն դեռևս ըստ հարցումների նաեւ ամենաբարձր ռեյտինգը, որը որ այնքան բարձր չէ, որ նշանակում է որ իրենք կարող են հաղթել։ Այս պարագայում, երբ որ ընդհանուր դաշտին ենք նայում եւ դրան գումարում ենք վարչական ռեսուրսի միջոցով, տարատեսակ ճնշումների միջոցով գումարվող տոկոսները, ապա տեսնում ենք, որ 2021-ի սցենարի կրկնությունը հնարավոր է, եթե մենք 2026-ին ընտրության գնանք, այն նույն պատկերով, այն նույն ձևաչափով, ինչը որ հենց 2021-ին գնաց ընդդիմությունը։ Ընդդիմությունը սկսեց ներկայացնել հին դեմքերով, հին տեսակետներով, հին թեզերով եւ որևէ մեկը չէր խոսում լուծումներից, այլ բոլորը խոսում էին թե ինչքան վատն է Փաշինյանը։ Մենք դրա մասին միշտ էլ կարող ենք խոսել։ Հավատացեք, այնքան տեղ են տվել բոլոր ոլորտներում տապալումների մասին խոսելու, որ կարծում եմ ձեր եթերաժամանակը ուղղակիորեն կսպառվի, եթե մենք դրանց մասով շատ խորանանք։ Հարկավոր է մարդկանց հույս ներշնչել, հավատ ներշնչել եւ ներկայացնել ապագայի իրենց լուծումները, որը ցավոք շատերը չեն անում։ Եվ իրոք պետք է մտածել ոչ թե որ այս պահին, եթե մենք չենք կարողանում հաղթել, առնվազն ընդդիմության մեջ տեղ զբաղեցնենք եւ լինենք ընդհանուր Երևանք եւ ինչ որ ձայն հավաքենք, այլ պետք է մտածել ավելի բարձր եւ մտածել այնպես, թե ինչպես կարող ենք երկրի համար համակարգային փոփոխություններ իրականացնել։ Մեր ընդդիմության խնդիրներից մեկը նաեւ այն է, որ ամեն անգամ բոլորը խոսել են, ասել են, որ խնդիրը հետեւյալն է. հեռացնենք իշխանությանը, հետո կտեսնենք ինչ կլինի։ Թիվ 1 խնդիրը սա է, բայց այդպես հարցեր չեն լուծվում։ Այդ տապալմանը մենք ականատես ենք եղել բազմիցս։ Ամեն իշխանության փոփոխությունից հետո, ամեն իրավիճակի փոփոխությունից հետո ասել են, այսինչին փոխենք, այս մարդուն փոխենք, ամեն բան լավ կլինի։ Բայց պատկերացում ապագայի մասին, ծրագիր, համակարգային փոփոխությունը ինչպիսին են լինելու եւ մնացածը չի ներկայացվում։ Սա է, որ նաեւ մարդկանց հիասթափեցնում է, ասում են դուք գալու եք ինչ անեք, որ կրկին զբաղվեք այն գործնեությամբ, ինչը որ զբաղվել եք կամ այն գործնեությամբ, որը որ Նիկոլ Փաշինյանը զբաղվում։ Ինչ եք անելու, ավելի կոնկրետ ծրագիր, ավելի կոնկրետ պատկերացումներ այս պետության համալիր զարգացման եւ մնացածի հետ կապված։ Ու նաեւ իհարկե պետք է հաշվի առնել մարդկանց տեսակետները, որ միայն մեկ ռազմավարական գործընկերոջ վրա չպետք է ապավինենք ու նաև իրենք էլ պետքա լայն նայեն աշխարհակաղակական իրողություններին, հասկանան, որ միմիայն քննադատելով չի, այլ նաև աշխարհակաղակական իրողությունները առավել մանրամասն ուսումնասիրելով, հասկանան եւ մարդկանց ներկայացնեն նաև իրենք, բացի իրենց միակ ռազմավարական դաշնակցից, ինչ այլ հնարավորություններ են տեսնում քաղաքականության մեջ Հայաստանի դերը փոխելուն եւ ավելի բարձրացնելուն, որպեսզի մենք կարողանանք դիմագրավենք այն բոլոր սպառնալիքներին, որոնք որ կան։ Նշում եք, բոլորը այսպես խոսում են Փաշինյանին հեռացնելու մասին, սակայն լուծում չկա։ Դուք որպես առարջ արժանապատվության շարժման համակարգողներից ինչ որ լուծումներ ունեք, թեկուզ հանրային ճնշման տեսքով կամ իրավական ինչ որ աջակցության գործիքներ ստեղծելու տեսքով, ինչ եք առաջարկում դուք։ Մենք եթե ունենայինք ամբողջական լուծում երկրի բոլոր խնդիրներին, արդեն իսկ կհայտարարենք, որ մենք 2026-ին հաղթում ենք։ Տեսեք, որտեղ բոլորը խոսում են, ի վերջո արդյունք չկա։ Լուծումների մասին խոսելուց նախ պետք է մենք խորամուխ լինենք խնդիրների պատճառների մասին, ոչ թե ուսումնասիրենք մակերեսորեն եւ անձերի վրա բարթենք բոլոր խնդիրները, այլ պետք է փորձենք խորանալ, հասկանալ պատճառները։
ինչ խնդիրներ կան կառավարման տեսանկյունից, ռեսուրսները առավել օպտիմալ օգտագործելու տեսանկյունից, հավատացեք կան ռեսուրսներ։ Եթե այն միջոցները, որոնք որ օրինակ բանակի բյուջեով կրճատվում են եւ հատկացվում են ֆեստիվալներին ու մնացածին առավել օպտիմալ ծախսվեն եւ այս 7 տարիների ընթացքում եթե առնվազն մենք ճիշտ կառավարում իրականացնեինք եւ բանակը բարեփոխենք այնպես որ մենք ունենայինք շատ ամուր եւ կայուն բանակ, ապա մեր բանակցային դիրքերը ել ավելի ամուր կլինեին։ Այստեղ խոսելու շատ դաշտ կա, բայց դրա մասով մեր ուսումնասիրությունները շարունակվում են ու առաջիկայում մենք մեր ծրագրով արդեն ավելի լայն պլատֆորմով կարծում եմ հանդես կգանք եւ կներկայացնենք։ Իսկ ինչ վերաբերվում է ընտրություններում հաղթելուն, ապա յուրաքանչյուրն էլ պետք է շատ համապարփակ ու լավ աշխատանք տանի առնվազն հարային փոխհարաբերությունների ձևավորման տիրույթում, չպետք է լինել էլիտիստական կուսակցություններ, ովքեր միայն իրենց էլիտար խմբակի ներսում իրենց հետևորդների հետ են շփվում, պետք է դուրս գալ, իմանալ քաղաքացու ցավը, իր վախերը, մտավախությունները, կիսել դրանք, լինել նրանց կողքին ու նրանց հետ պայքարել, ոչ թե պայքարել առանձին։ Մի ժամանակ կար, երբ որ մի անգամ տեսա, երբ որ տարբեր ուժեր ընդդիմադիր փորձում էին փրկել քաղաքացիներին, քաղաքացիները նայում էին շատ թանկարժեք մեքենաներով, ավտոմեքենաներով շարժում էին իրականացնում, ասում էին կներեք էլի, բայց կարծես դուք արդեն փրկված եք, ինչու եք որոշել նաև մեզ փրկել։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ են շատ բաներ հասկանում ու քանի որ կա այս հասկացվածությունը իրենք էլ պետք է գիտակցեն, որ անցել են հին մեթոդների ժամանակները ու պետք է հնարավոր բոլոր մեթոդները օգտագործել, որպեսզի մարդկանց մոտ նոր հավատ ստեղծել ու դրանք չպետք է լինեն կեղծ։ Դրանք պետք է իրոք լինեն անկեղծ, ազնիվ ու եթե լինի ուժ, որը իրոք ազնվորեն ամեն բան կներկայացնի այնպես ինչպես որ կա, չի ներկայացնի հեքիաթներ, այլ կպատմի այն իրականությունը, որը որ կա ու ազնվորեն հավատ կներշնչի մարդկանց մոտ, որ ինքը իզորու է փոփոխել իրավիճակը, թեկուզ կարճաժամկետ ծրագրով, երկարաժամկետ ծրագրով, կարծում եմ, որ հաղթանակը անխուսափելի կլինի։ Ելնելով ներկայիս Հայաստանում տիրող իրավիճակից շատերը տեսակետ են հայտնում, որ սպասվում է այսպես Մոլդովայի սցենարը։ Դուք կիսում եք այդ տեսակետը, թե բացառում եք դա։ Մոլդովայի սցենար հասկացությունը կարծում եմ պետք է մնա հենց Մոլդովայում, սա Հայաստանն է, այստեղ ամեն բան կախված է մեզանից, այստեղ ամեն բան կախված է ժողովրդի որոշումից եւ որևէ տեսակի փորձագետներ, մարդիկ, ովքեր կանխատեսումներ են անում կամ ներկայացնում են, որ այստեղ այսպես է լինելու, այնպես է լինելու, այդպես չի լինելու։ Մարդիկ են որոշելու իրենց ճակատագիրը, այն ինչը որ իրենք ի սրտե ուզում են եւ նորից եմ շեշտում, եթե լինեն ազնիվ առանց հեքիաթների իրականությունը ռեալ մատնանշող ուժեր, իրատեսական քաղաքականությամբ իրենց ծրագրերով հնարավոր է քաղաքացիների մոտ հավատ ներշնչել եւ հասնել հաղթանակի։ Սա միակ գրավականը, որպեսզի մենք կարողանանք մեր պատմության շարժընթացը, մեր պատմության շարժընթացի անիվը առաջ պտտել, առաջ գնալ ու վերականգնելով մեր արժանապատվությունը, վերագտնելով այն, առաջ շարժվել։ Տեսնում եք հիմա այդպիսի ուժեր։ Ես տեսնում եմ շատ նոր երիտասարդ թարմ դեմքերի, ովքեր իրենց ամենօրյա նվիրական գործունեությամբ փորձում են ձևավորել այդ դաշտը եւ շատ ուժեր, խմբեր, որոնք որ սա թող ընդունեն կոչ, որոնք որ ունեն բավականաչափ ռեսուրսներ, գիտելիք, փորձ, պետք է բոլորն էլ կանգնեն երիտասարդ նոր ուժերի կողքին, որպեսզի իրենք կարողանան ազնվության հիմքով իրենց մաքուր կենսագրությամբ հասնեն նոր փոփոխությունների եւ բոլորն էլ պետք է հարմարվեն խաղի նոր կանոններին եւ նոր իրողությանը, որ այսուհետև Հայաստանում
կարող են հաղթել միայն այն ուժերը, ովքեր շարժվում են նոր տրամաբանությամբ, նոր իրողությամբ եւ ազնվությամբ։ Եվ պարոն Չուկակյան, ամփոփելով այսպես մեր զրույցը, որ տարբերակով եք տեսնում Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության հեռացումի impeachment, հանրային ճնշում, թե ի վերջո ընտրություններ, որն է ըստ ավելի իրատեսական։ Կարծում եմ, որ այս իշխանությունների հեռացումը պետքա որոշեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, չնայած դրան, որ իշխանությունը բարձրորոշ կերպով գնում է ավտորիտարիզմի, մենք չպետք է նույն քայլը կրկնենք, մենք պետք է պահպանենք մեր այն փխրուն ժողովրդավարությունը, որ իր թերություններով հանդերձ ձեռք ենք բերել եւ ընտրությունների միջոցով պետք է հասնենք փոփոխության։ Ոչ թե մեր նպատակը պետք է լինի իշխանապողությունը, այլ պետք է լինի փոփոխությունը ու մտածելակերպի փոփոխությունը հենց մարդկանց մոտ, որ իրենք ընտրություն կատարեն բովանդակային ծրագրերի միջև, այլ ոչ թե անձանց, որովհետև ընտրությունը եւ փոփոխությունը գալիս է այն ժամանակ, երբ որ փոխվում է քաղաքական մշակույթը։ Իսկ մեր ելքը հաղթելու միայն մշակույթի փոփոխության մեջ է, այլ ոչ թե անձերի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրներ առաջ արժանապատվության շարժման համակարգող Լևոն Չուկակյանը։ Կհանդիպենք։